Ողջույն, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Արաբագետ Երևանի Պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանին։ Բարև պարոն Քոչարյան, շնորհակալություն հրավերին։ Պարոն Քոչարյան, եւ այսպես երեք Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցավ Գազայի հրադադարի հարցով համաձայնագրի ստորագրումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ եւ այն տեղի ունեցավ փաստորեն այլ միջնորդների համագործակցությամբ Թուրքիա, Կաթար եւ Եգիպտոս։ Հաշվի առնելով կոնֆլիկտի, այսինքն բարդությունը եւ նաեւ այս երկրների ներգրավվածությունը, որքանով է հրադադարը կայուն թվում, այսինքն երկարաժամկետ կտրվածքով եւ արդյոք այն կարող է բերել տեսանելի ապագայում խաղաղության։ Երեք խաղաղությունը դժվար հարց է մեր ձեռագրում, հատկապես այս կոնֆլիկտում, երբ որ կա տարիներով կուտակված երկու կողմից էլ անհանդուրժող վերաբերմունք, թշնամական վերաբերմունք, բայց երեկվա տեղի ունեցած շատ կարևոր փուլ էր հերթական այս կոնֆլիկտի տեսանկյունից, որտեղ առաջին դադարեցվեց ռազմական գործողությունները, որոնք Գազայի հատվածը վերածել էին ավերակների եւ հումանիտար ճգնաժամ էր տիրում։ Սա հնարավորությունով այդ փուլը փորձել հաղթարել եւ այստեղ իրոք մեծ գործ են արել միջնորդները, որոնք կարողացել են համոզել երկու կողմն էլ, որտեղ երկու կողմն էլ համոզելու կարիք ունեին։ Հիմնական Տրամփի անձնավորության հետ է կապված, որը իրոք շատ մեծ ջանք է թափել իր այդ վարած քաղաքականությամբ, որ կարողացել է ստիպել այդտեղ խնդիրը Նետանյահուին էր հիմնականում համոզել պետք, որ ասեն շարունակել չի կարելի։ Մյուս դերակատարների վրա դրված էր Համասի հետ խոսալը։ Նրանք էլ կարողացան նրա այդ մասով բանակցել, դա համար Թրամփը շատ ելույթի ժամանակ, տարբեր խոսակցությունների ժամանակ այդ գագաթնաժողովի ընթացքում նշում էր բոլորի դերակատարությունը, բոլորին շնորհակալություն, ասում այս տեսանկյունից այս կարևոր է, բայց խաղաղությունը շատ փխրուն է այս տարածաշրջանում, որտեղ հաջորդ պետը պլանից են խոսում խաղաղության Թրամփի, սա առաջի փուլն է այս գործողությունները ստորագրել, այդ համաձայնագիրն էլ տեսել եք ինչ են ստորագրել, մեծ հաշվով սպիտակ թուղթ է, թե ինչ բովանդակություն եւ գործողություններ կդնեք մեջը, տենց կլինի այդ փաստաթուղթը։ Ճիշտ եմ հասկանում, որ հետո կողմերը պետք է անցնեն Թրամփի 20 կետանոց բաղկացած այդ ծրագրին։ Ենթադրվում է, որ այդ պլանը դա է, կամ առնվազն դրա մեծ մասը համաձայնեցված է, բայց այնտեղ կան զինաթափման մասին։ Այո, Համասի զինաթափման եւ այլն։ Սա է, որ լուրջ խնդիր է լինելու, երկրորդը խոսքը գնում Պաղեստինյան տարածքների կառավարման այլ ուժերի միջոցով կառավարումը։ Այո։ Իսկ դա Գազան եթե պատկերացնում եք եւ այն ինչ որ այսօր են տիրում անդր, դա պատկերացնել թե ոնց են անելու Համասին չներգրավելով։ Այ հենց դա ձեզ մոտ կա տպավորություն, որ թեկուզ միջնորդները, որոնք որ պատվիրակվել էին Համասին համոզելու, Կաթարը կամ Թուրքիան, իրենք էլ են հակված զինաթափմանը կամ Համասն արդյոք կգնա ենթակառուցվածքների ոչնչացմանը կամ խաղից դուրս գալուն։ Բնականաբար ինձ թվում է դուրս չի գալու խաղից, որովհետեւ Համասն իր հերթին օգտագործում է այս քանի օրը իսրայելական զորքեր դուրս են եկել, նոր հումանիտար օգնություն է մտնում եւ տեղում հաշվի առնելով տեսնում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր դեմ էին իրենց։ Տնտեսական տոհմեր, կլաններ, որոնք աշխատում էին Ֆաթհի հետ, արևմտյան ափի իշխանությունների հետ, դա հայտնի էր, նրանք գիտեն, որ դա թշնամանք կար, նրանք բախումներ շատ էր լինում, լարվել այդ հարաբերության բախումներ են տեղի ունեցել, ավելի խիստ, մյուս խմբերի հետ, որոնք Իսրայելի հետ են մեղադրվում համագործակցության մեջ, իսկ ընդդիմադիր իրենց հայացքները չկիսող կամ իրենց դեմ գնացող բոլոր ուժերին, այսինքն շատ արտադատական միջոցով բան են անում։ Այսինքն փողոցներում գնդակարում են, հաշվի առնելով տեսնում, այսինքն իրենք էլ իրենց հերթին հողի վրա պատրաստում են իրավիճակ, որ իրենցից բացի ոչ մեկ չի կարող այդտեղ իշխանություն իրականացնել։ Այստեղ այլ հարց է, որ միջնորդները որքանով կարող են զսպել, որ դա չունենա այդ բիրտ արտահայտումը։ Միայն դրա վրա, այստեղ այդ դրա մասն է խոսքը,
որովհետև հակառակ դեպքում Իսրայելը ստանում է լրիվ նոր կարտ բլանշ նորից սկսելու գործողությունները։ Նշ որ Իսրայելը կամ Բենյամին Նեթանյահուն շատ պետք է ման գա առիթներ, ամեն ինչ կարող է առիթ գտնել, բայց այս փուլում Տրամպը բազմակի շեշտում էր, որ ժամանակն է խաղաղությամբ զբաղվել, այսինքն իր շուրթերում դա հնչում է կռիվ մի արեք, ճանապարհներ թող աշխատեն, մենք սա կարելի է բիզնես անել ստեղ։ Իսկ Իսրայելը կհամաձայնի ստատուս քվոին, այսինքն հրադադարին եւ ինչ որ համագործակցության Համասի ներկայությամբ Պաղեստինյան կողմից, թե ինչպես Նեթանյահուն հայտարարում է, պետք է չեզոքանա Համասը ընդհանրապես։ Եթե հիշում եք, 2 տարի առաջ ամեն ինչ որ սկսվեց, կետից մեկը նաև Համասի ենթակառուցվածքն Համասին վերժոչացնել էր։ Եթե առաջի կետով դեռ առաջի կետի մասն ենք գտնվել, այսինքն գերիների վերադարձ, տեսանք ողջերին վերադարձեցին, հիմա քննարկում են մահացածների աճյունները տեղափոխելու հարցերը, որոնք այսինքն սա ոնց որ թե կատարվեց, բայց երկրորդ մասը դա այն կետն է, որը դժվար լուծելի է կամ գրեթե չլուծելի է Պաղեստինի պարագայում։ Համասի, ասենք Գազայի հատվածում Համասը լուրջ ուժ է իրենց ներկայացնում, այսինքն ունի բազմաթիվ համախոհներ եւ կարող է աշխարհը հետևում էր, թե ինչպես էին հրեագերիները վերադառնում, դա այսինքն մեծ շոու էր, մեծ իրադարձություն էր, քաղաքական դիվիդենդներ ապահովող բոլոր ուժերով ներկայացել, բայց հակառակ կողմն կար, թե ինչպես էին Պաղեստինում դիմավորում իսրայելական բանտերից դուրս եկածներին, որոնց թիվը մոտ 2000 հոգի էր։ Դից 250-ով ցմա դատապարտվել էր Իսրայելը։ Կային ցմա դատապարտվել, բայց այստեղ պետք է հասկանալ, որ այնտեղ Պաղեստինյան կողմը շատ էր ուզում դուրս բերել կարևոր առաջնորդներից, որոնք լուրջ հեղինակություն ունեին թե Գազայում, թե Արևմտյան ափում, բայց դրանց բաց չթողեց Իսրայելը։ Այսինքն Մարվան Բաղոդին այդ այն ազնվությունը, որը ցմա հավաքությունների համար դատապարտվել, բայց բավական խարիզմատիկ է եւ ունի համախմբելու կարողություն Պաղեստինին, իրան ուզում էին այս հաղորդակցի ընթացքում, բայց համաձայնության չեկան եւ շարունական մնալ իսրայելական բանտում։ Այսինքն այստեղ դուք այդ պատկերացնելու 2000 հոգին ամեն մեկ ինչ-որ մի ընտանիք է, մի կլանի, մի դոմի ներկայացուցիչ, որտեղ այդ գալա առնվազն 5-ով բազմապատկել է թիվը, այդքան նոր համախոհ ունեցան։ Իսրայելը բացի գերիների վերադարձից, ինչ ստացավ գետնի վրա այս գործարքից։ Առնվազն այս փուլում պետք է հասկանալ, որ այն պատերազմը, որը վարում էր Իսրայելը Գազայում այդ ռազմական գործողությունները, իր համար էր ծանր տնտեսության։ 1 զինվորական զորքի հոգնածություն այդ հարցն է լուծվում։ Մյուս կարևոր ամենակարևոր հարցը լուծվում դա այն մեկուսացման շեմին, որ կանգնած էր Իսրայելը, ոնց որ դուրս է գալ դրանից, այսինքն միջազգային մեկուսացումը, որը կար, իսկ այս գործարքը հնարավորություն է տալի խոսել արդեն հաղթածի դիրքի դեմ ճիշտ կողմ, այսինքն սա վերադարձնում են Իսրայելին, Բենյամին Նեթանյահուն դարձնում է նաև էլի ընդունելի միջազգային հանրության կողմից, որը տեսնում էինք նախորդ շրջանում, ինչ կտրուկ արտահայտություններ էր անում, ոնց էին դեմարշներ անում տարբեր հրեական նախաձեռնություններ, իսրայելական նախաձեռնություններ, որ տեղի էին ունենում տարբեր երկրներում։ Այսինքն սրանով այդ հարցն է լուծվում, այսինքն այն ինչ որ հայտարարում էր Նեթանյահուն, որ պետք է պատրաստել մեկուսացված ապրելու ժամանակին ոնց որ սա էլ է հաղթարվել այս գործարքով։ Այսինքն իսկապես Իսրայելը փաստորեն դիմաց վարչապետ Նեթանյահուի մեկուսացման եզրին է գտնվում։ Այո, գոյություն է տենց թե անկապ տեսնեք, թե բոլոր կենտրոններից, այսինքն բացի Միացյալ Նահանգներից, եթե վերցնենք, կտրուկ քննադատություն էր գնում Իսրայելի վարած քաղաքականության Գազայի հատվածում։ Եվ դրանով էր պայմանավորված նաև այդ Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը, որպես զսպող մեխանիզմ, որպեսզի այսինքն նա ցույց տան, որ դժգոհ են ամեն ինչից եւ
դա գործարքներ էին ռազմական ոլորտի կասեցվել, զենքի վաճառքներ են, այսինքն դա դրա մասին էր խոսում։ Հիմա արդեն հնարավորություն է ստեղծվում նորից վերադառնալ այն ինչ խոսել եւ փորձել բանակցել նոր իրավիճակը, այսպես ասած, ոնց որ Թրամփը ձևակերպեց նոր խաղաղություն է մեր զորավարքում, պետք է օգտվեք այդ առիթից։ Ինչ արդեն հեռանկարներ ունի երկու պետության մոդելը եւ արդյոք կա հնարավորություն վերադարձ Օսլոյի համաձայնությանը։ Երեք չկա ոչ մի բան էլ վերադարձ հնարավորություն այս պահին եւ չկա երկու պետության լուծման հնարավորություն այս պահին։ Որտեւ քանի այս Նետանյահուն եւ իր կոալիցիան իշխանության 96 թվականից երբ որ Նետանյահուն դարձավ վարչապետ, ինքը դարձավ հենց դեմ Օսլոյի գործողությունների։ Ինքը հակառակ թեմներն էր ներկայացնում։ Ասեն պետք է իրեն հերքի դրանով եթե վերադառնա։ Այսինքն ամբողջ քաղաքական կարիերան այդ ամեն ինչի դեմ է։ Եվ այսօր էլ այս դիրքերից արդեն նա չի համաձայնվելու ու հայտարարում որ Պաղեստինյան պետության համաձայն չի։ Այսինքն եթե փոխվի իշխանությունները Իսրայելում, փոխվի միջազգային որ հիմնական Միացյալ Նահանգների քաղաքականությունը սարսափում հնարավոր է ինչ-որ լուծումներ, բայց դա հարց առաջանում ինչ Պաղեստինի մասին է խոսքը, որ սահմաններում են ճանաչում Պաղեստինը։ Այսինքն 67 թիվ են գնում, որ թիվ են գնում։ Հասկանալի է, մեծ հարցեր են ծագում։ Այստեղ ուրիշ հարց կար, շատերը նշում էին, որ փորձագետներ եւ շատ փորձագետներ, որ այդ պատերազմը պետք է Նեթանյահուին, որպես նաեւ իշխանությունը պահող մեխանիզմ, որովհետեւ լինի դադարեր, ապա դատական գործեր, բողոքներ, բայց դեռևս ոնց որ չկա այդ թափ, այսինքն այդ վտանգը կա դեռևս։ Մի օր է անցել այս ամեն ինչից, այսինքն նոր հրապարակը այդ գերների հրապարակը այսպես կոչված վերադառնում են։ Դա այսպես ասեմ, շատ ներողություն, միայն միջազգային ճնշման պարագայում նա գնաց այդ քայլին, թե ինչ որտեղ նաև չափազանցված են այդ քարտերը։ Կոնկրետ Միացյալ Նահանգների ճնշման, որովհետև այս այն մաքսիմումն ինչ հնարավոր էր այս բանը։ Իսրայելը դա լավ հասկանում է, ցանկացած բան կարող է վերսկսել, դա ասենք Գազայի հատվածով չի միայն սահմանափակում, առջևում Իրան կա, Եմեն կա, բայց այդ խնդիրը, որ Իսրայելում Նետանյահունի քրեական գործեր հարուցած, այսինքն դա պարզ երևում է նաև այդ ամբողջ արարողության ընթացքում հրավիրված չէր օրինակ կնեսետում այդ արարողության այդ Տրամփի ելույթին գլխավոր գերագույն դատարանի նախագահան, որը հիմնական մեղադրողն է քրեական գործերը Նետանյահուի դեմ հարուցան, դա ինքը չկար, բայց պրոտոկոլով պետքա լիներ։ Եվ նույն Տրամփը, որ խոսեց գովեց Նետանյահուին, վերջում տեք շրջվեց դեպի երկրի նախագահային Իսրայելի եւ ասեց այս տուն պետքա ներում շնորհել։ Այսինքն մնում է այդ օրակարգում այդ հարցերը ու դա ներ-իսրայելական ամենալուրջ խնդիրներից մեկն է քաղաքական։ Այսինքն հիմա այստեղ եթե գերիների վերադարձը հաջողված գործողություն է, ներսում ստեղծվելու է իրավիճակը մեղադրել են Համասի, այսքան տարի Համասի ենթակառուցվածքեք փորձում քանդել, իսկ ինչ տեղ ունեցավ, տեսեք ինչ է կատարվում։ Միակ ուժը որ մնացել է կազմակերպված այսօր Գազայում, այդ Համասն է, փողոցներ են մաքրում, ենթակառուցվածքներ են փորձում կառուցել, ու այստեղ հաջորդին նաև լինելու այդ քննարկումը վերակառուցման Գազայի։ Այսինքն այստեղ այդտեղ կերևա Համասը իրեն ոնց կպահի կամ Համասը ինչքանով այն տեսքը որ կա չի կարող, բայց կարող է ձևափոխվել ամեն ինչ։ Հաջորդ հարցը, որ կուզեի ձեզ հետ քննարկել, խոսքի Իրանի գործոնի մասն է։ Ընդհանրապես այս բանակցային սեղանին, եթե այսպես անվանենք, չկար Իրանը, կար փոխարենը Թուրքիան, Քաթարը, այնինչ Համասին օժանդակողների թվում շատ են նշում եւ այդպես է Իրանի գործոնը, որը միշտ ամուր կապերի մեջ է։ Սա ինչ ցույց տվեց, սա ավելի շատ ստվերեց այդ համաձայնությունը եւ ինչպես հասկանալ Իրանի բացակայությունը, արդյոք Իրանը փակ դռների հետևում մաս է կազմել այս բանակցություններին, թե ի վերջո նա դուրս է մնացել։ Իրանը բավական շատ կորցրել է իր լծակներից ազդեցության վերջի 2 տարում սկսած Հեզբոլլահի հանդեպ գործողությունը իսրայելական վերջացած վերջի հրթիռակոծությունները երկու երկրների։
Իսրայել այդ դիտակները Իրանը շատ դիրքեր կորցրել է մերձարարելքում եւ այն առաջվա դիրքեր չունի որ ազգի գործընթացների վրա։ Փոխարենը անդադ հնչում է որ Տրամփն էլ մի քանի անգամ արդեն ասում որ չի բացառում որ Իրանը միանա Աբրահամյան համաձայնագրերին եւ դա հոյակապ կլինի իր ձևակերպման որ ասում է։ Այսինքն այդտեղ ակնհայտ է որ ինչ որ գործընթաց կա որը գնում է Իրանի հետ որտեղ Իրանի հետ բանակցում են եւ փորձում են ցույց տալ թե նոր ձևավորվող մերձարարևելքում անվտանգային նոր համակարգերը ոնց են աշխատել եւ Իրանը պետք է դրա գտնի իր տեղը դրանում։ Եթե չլինի կլինի ռազմական գործողություններ էլի։ Այսինքն ճիշտ եմ հասկանում որ մեսեջն այն է որ Իրանին համոզեն որ հաշտվի ստեղծված իրավիճակի հետ փոխարենը առաջարկում են խաղաղություն։ Որպես եմ հասկանում առաջարկում են որ էսա խաղի նոր կանոնները հաշտվել է Իսրայել Իրանի այսին ներքաղաքական գործընթացների արդյունքն է եւ կտեսնենք դա ամեն երկու տարբերակն էլ իր շարունակությունը գործողություններ ունեն։ Իսկ բայց Իրանում զգացվում է որ տեղել ցույց ուզում են հասկանում են ստեղծված իրավիճակը, չնայած դա երկու թևի ներկայացուցիչներն են քաղաքական կյանքում, հետևել հասկանալ թե ներսում ինչ զարգացումներ կլինեն Իրանում եւ որ թևը կհաղթի։ Այսինքն եթե հաշվի առնենք որ առաջարկվում է Աբրահամյան համաձայնությունները, ուրեմն ինչ որ հույս ունեն Վաշինգտոնում, հա, Իսրայելի եւ Իրանի հատման կետերի։ Վաշինգտոնում դրանպես հույս ունեն, որ Աբրահամյան համաձայնագրերը եւ այն քաղաքականությունը իրենք տանում են մերձարարելքում, ստիպում են բոլորին հաշվի նստել եւ ընդունել խաղի կանոնները, իսկ խաղի կանոնը դրան է, որ պետք է ստեղել չկռվեք։ Եվ ընդունել Միացյալ Նահանգների ընդունեք Միացյալ Նահանգների դերակատարությամբ կոմունիկացիաների վերականգնումը, որտեղ Տրամփը ամեն առիթով եւ տարբեր ելույթում միշտ ընդգծում է որ նպատակը ստեղծել մի իրավիճակ, որտեղ հնարավոր է բիզնես անել, այլ ոչ թե կռիվ անել, որտեղ դա ավելի շահութաբեր է։ Իր հետ գիտի։ Շատ լավ, այս համատեքստում հետաքրքիր է կուզեի հարցնել Ռուսաստանի գործոնին, այսինքն կարևոր դերակատարներից մեկը կարծեք թե այս ամբողջ գործընթացներում չի երևացել, չի երևում Ռուսաստանը որևէ շահ չունի այս հակամարտությունում։ Ռուսաստանը շահեր ունի, ուներ կամ փորձում ձևակերպել, բայց Ռուսաստանը այսօր ավելի շատ ուկրաինական ճակատամաններ գրավ, այսինքն զբաղված եւ շատ տեղերում մերձարարելքում շատ տեղում թույլատրված է դիրքերը։ Բայց այդ հակամարտությունում իր դիրքորոշումը ավանդաբար ո՞րն է։ Դա ավանդաբար եթե կարելի է պրոպաղեստինյան ասենք այդպես է եւ որտեվ պաղեստինյան առաջնորդները հիմնական տեղերը որ գնում են եւ ընդունելության արժանում էին, դա Մոսկվան էր լինում, դա դեռ սովետական շրջանից եկող քաղաքականություններ, բայց փորձում էին բալանսավորել Իսրայելի հետ էլ, բայց ակնհայտ էր որ ավելի պրոպաղեստինյան ուժերի հետ են աշխատում եւ ավելի կապեր են դրամուր են, բայց այս բարդությամբ ստեղծում իրավիճակ, որտեղ Ռուսաստանին էլ չեն հարցնում։ Այսինքն եթե ուկրաինական պատերազմը չլիներ Ռուսաստանը ձեզ ավելի ուրիշ լիներ իրավիճակը, բայց այսօր այս իրավիճակում է, այս ստեղծված իրավիճակում է եւ դա մերձարարվելիքում ընդհանրապես նկատվում է դերի հետ քաշում, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չի, որ վաղը դա փոխվի, հնարավոր է ամեն ինչ, բայց այս բարդությամբ այդ ռեսուրսները չկան եւ այդ նոր ստեղծվող խաղի կանոնների մեջ դեռ չի երևում ոնց է տեղավորվում Ռուսաստանը, որտեղ այստեղ չկա նաեւ Չինաստան այս բարդությամբ։ Հնդկաստանը չի երևում։ Խոսքը, եթե խոսում ենք Գազայի վերակառուցման մասին, ՄԱԿ-ը գնահատել էր մոտավորապես 70-80 միլիարդ վերակառուցումը, բայց որպես հասկանաք, այդ ինչ գումար է, կանք համացան համար նայեք, որ Դուբայի նոր աերոպորտը արժի 35 միլիարդ։ Իդեպ Սաուդյան Արաբիան էլ այդպես ցայտուն չէր երևում, որն է պատճառը։ Եկ ինձ թվում է, այստեղ խնդիրը առաջինը Կատարն էր առաջի դերերում, բայց առանց Սաուդյան Արաբիայի հնարավոր չի դա շրջանում, որտեղ ստեվաղակայդ վերակառուցման հարցը եւ այլ։
Երկրորդը վտանգ կար, որ կարող է Նետանյահուն գա հանդիպման, պետք կլներ հանդիպել, դեմարդեմ խոսալ, համար իսկ արտգործնախարարով էր ներկայացված Սաուդյան Արաբիան, որը երկու հարցն լուծում էր։ Այդպիսի հարց նաև կապված էր Էրդողանի հետ, որտեղ Էրդողանը թուրքական կողմին պես շեշտեց, որ եթե Նեթանյահուն լինի, իրենք չեն մասնակցի, իսկ Թուրքիան չէր կարող չմասնակցել, որտեղ հովանավորող երկիր է, այո։ Այս համատեքստում այս համաձայնությունը կարող է մի փոքր թոթափել Թուրքիայի եւ Իսրայելի լարվածությունը։ Եկ Իսրայելի եւ Թուրքիայի լարվածությունը հիմնականորեն մնում է Սիրիան, ոչ թե Գազայի հատվածն այնտեղ հումանիտար խնդիրեր, համ պաղեստինյան կամ համաիսլամական արժեքներից բխող ինչ-որ գործողություններ էին, որոնք ռետորաբանության տեսքով արտահայտվում էին, բայց տնտեսական կյանքը գիտեք շարունակվում էր երկու երկրների։ Հիմնական շահերի բախումը այդ Սիրիայի տարածքում, ոչ թե Պաղեստինում, իսկ այնտեղ մնում է դա, լարվածությունը մնում է, չնայած բազմաթիվ լուրեր եղան, որ հնարավոր է Իսրայելի եւ նաեւ Սիրիայի միջև ստորագրվի որոշակի համաձայնագիր, բայց այս գերիների եւ պատանդների հարցը ոնց որ ավելի ուշադրություն շեղեց դեպի գործընթաց, պետք է բացառել, որ առաջիկամ նաեւ կտեսնենք այս ուղղությամբ զարգացումներ, ինչը պետքրքիր է, որտեղ դեպքում շատ դա խնդիրներ կար Իսրայելը պահանջներ ուներ դեմիլիտարիզացված գոտու Սիրիայում, իսկ կհամաձայնվեն արդյոք սիրիական կողմը դրան թե չէ, որտեղ առանց դրա ոնց որ թե չի ստացվի այդ համաձայնություններ, բայց կտեսնենք դեռ հայտնի չի մանրամասներ բանակցություններից, բայց հանդիպում են իդեպ շատ հաճախ Բաքվում այդ հարցերը քննարկում։ Այս մնալ է, բայց այսինքն Նետանյահուի գալն էլ շատ գրագետ դիվանագիտորեն լուծվեց, Թրամփը հրավիրեց, Նետանյահուն ասեց, բայց չգնաց, որովհետև ասեց չեմ կարող, մեր մոտ կրոնական կարևոր տոն է, ես պետք է այդ տոնին մանկ, հրեական տոնացում կարևոր տոն է այս օրերին այնտեղ, Սիմխաթ Տորանա, որը դիվանագիտորեն շատ սիրուն ձևակերպեցին, համ հրավեր եկավ, համ չգնաց, ոչ մեկի չխանգարեց։ Այդ առումով այդ շատ բան չկորցրեց, կարծում։ Չէ, ինքն մենք պետք է ինքը պայմանավորել էր արդեն, այնտեղ մյուսների պայմանավորելու չկար։ Համաստան ներգրաված չէր միջնորդների հետ։ Պաղեստինի ինքնավարության ներկա Մահմուդ Աբասն էր այնտեղ, բայց Համասին Թուրքիան եւ Կատարն էին պես այսինքն այն ուժերը, որոնք նրանց անունից ստորագրեցին, այսպես ասած։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի արաբագետ Հայկ Քոչարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։